Սա մի հոգու գործ չէ, այստեղ բոլորով մեր ներուժը միացնելով կարողանանք անել այդ գործը։ Թույլ առաջնորդը բերում է պատճառներ, նախկինները, ռուսները, ուզբեկները, կովիդը, հրավիրված պատերազմը, չալոն, ուժեղ առաջնորդը անում է գործ ու լուծում է հարցերը, արդարության հարցը, արդարադատությունը պետք է լինի մարդասեր։ 18 թվականից մենք անգամ փոքր զանցանք արած մարդկանց համար համաներում չունենք։ Պետք է լինի համաներում ուղղելի սխալ թույլ տվածների համար, որ ուղղեն սխալները, այլ ոչ թե պատիժ ունենան խիստ եւ անօգուտ։ Ապահովության հարցը, խոսք չենք տալիս, հաստատում ենք։ Հայաստանի Հանրապետության տարածքի բռնազավթված մասը խաղաղ վերադարձվելու է մեզ։ Մենք նորից մեզ ապահով ենք զգալու։ Մեր երկիրներ ունենալու է երաշխավորված եւ ուժեղ խաղաղություն, ոչ թե թույլ ադրբեջանցի վերաբնակիչներով համեմված ՔՊԱ-ական հիբրիդային խաղաղություն։ Դուք շատ լավ գիտեք, երբ Կարապետյանն ինչ-որ բան ասում է, նա անպայման անում է դա, ինչ գնով էլ լինի։ Եկեղեցու օրինակը եւ հարյուրավոր օրինակներ մեզ ապացույց։ Մեր բոլորի վստահությունը Սամվել Կարապետյանի օգտին է, ձեր վստահությունը 300,000 աշխատատեղ ունենալու օգտին է։ Ես դիմում եմ ձեզ յուրաքանչյուրիդ, գնացեք, խոսեք, հնարավոր շատ մարդկանց հետ, մարդիկ հույսի կարիք ունեն, ասեք նրանց, որ մենք ոչ թե խոստումներ ենք տալիս, մենք ապահովում ենք արդյունքներ, ասեք նրանց, որ ավելի լավ են ապրելու, ասեք նրանց, որ կունենան լավ աշխատանք եւ արժանապատիվ ապագա, եւ սա իրագործելու համար այս ուժեղ ժողովուրդը, որին հայ են դեռ կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը։ Մենք ծնվեցինք, փոքր էինք, բայց լի հույսով։ Մենք մեծացանք, կատարելագործվեցինք, նույնիսկ երբ մեզ դիմադրում էին։ Ամեն անկում մեզ սովորեցրեց ոտքի կանգնել ավելի ուժեղ ու շարունակել մարզվել մարաթոնի համար։ Մենք գիտեինք ինչ է հավատը, խորքում մի բան այրվում էր մեր մեջ, դա մեր ճակատագիրն է։ Մենք չհանձնվեցինք, որովհետև գիտեինք, մեզ շատ կարևոր առաջադրանք է սպասում։ Մենք ուզում էինք հաղթել մարաթոնը, դրա համար շատ մարզվեցինք, մենք չենք հանձնվի, մինչև չհաղթենք։ Սա միայն մեր հաղթանակը չէ, սա ձեր մեդալն է, Հայաստանի մեդալը։ Մենք սովորեցինք յուրաքանչյուր քայլից, յուրաքանչյուր անկումից, յուրաքանչյուր դժվարությունից։ Մենք այստեղ ենք ավելի ուժեղ, ավելի վճռական, ավելի վստահելի։ Մենք այստեղ ենք հաղթելու համար։ Այսօր պատիվ ունեմ հայտարարել ուժեղ Հայաստան կուսակցության ստեղծման մասին, ուժեղ ժողովրդի, ուժեղ լուծում։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ միաձայն, մի
մեր հաղթանակը անխուսափելի է։ Դա են վկայում մեր անցկացրած բոլոր սոցհարցումները, պարզ մարդկանցից ստացած արձագանքները ու այն խուճապը, որ ունի այս իշխանությունը Սամվել Կարապետյանից։ Մեծ փոփոխությունը միասին ենք բերելու ու դրա համար մեզ պետք է ոչ թե սովորական հաղթանակ, այլ մեծ հաղթանակ, մեծամասնություն ազգային ժողովում, բոլորս միասին Սամվել Կարապետյանի հետ ստեղծել ենք ուժեղ Հայաստան ու հաղթենք։